Հայաստանի համար տեխնիկական որևէ խոչընդոտ չկա միանալու Ադրբեջանի ու մյուս հարևան երկրների էլեկտրահամակարգերին, պնդում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդայթյանի խոսքով դա անելու համար հավելյալ ենթակառուցվածքներ պետք է կառուցվեն, ինչը ըստ նրա իրատեսական է, բայց թե որքան գումար կպահանջվի նոր ենթակառուցվածքների համար, արդյոք կառավարությունն արդեն նախնական հաշվարկներ ունի, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նախարարը չհստակեցրեց։ Տեխնիկապես հնարավոր է 4 հարևանների հետ էլ դա կատարել, այսինքն տեխնիկական խոչընդոտ որպես այդպեսին չկա։ Մնացած մասով հույս ունեմ զարգացումներ կլինեն եւ մենք պատրաստ ենք այդ զարգացումներին, իսկ մտահոգություն չունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված, ավելին էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն, նախորդ տարվա ընթացքում ամբողջ 12 ամսվա ընթացքում մենք կայուն էլեկտրաէներգիա ենք մատակարարել Իրան։ Խուդայթյանը հայտարարեց, որ 4 հարևան երկրների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է։ Նրա պնդմամբ սա կապահովի հայաստանյան էներգահամակարգի կայունությունը։ Ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև գաղտնիք չի, մասնագետները կհաստատեն ինքը կայունություն է հաղորդում էներգահամակարգին, այնպես ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին եւ հակառակը, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ համակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին եւ հակառակը։ Երբ կսկսվեն էլեկտրահամակարգերը միացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները, նախարարը վստահ է, որ այս տարի արդեն շինարարության մեկնարկի համար պայմանագրեր կունենան շինարարական ընկերությունների հետ։ Հիշեցրեց ինքն այդ հարցով նաև թուրքական կողմի հետ է բանակցել։ Ես նախորդ տարվա ընթացքում այց եմ կատարել նաև Թուրքիա, այնտեղ հանդիպել եմ Թուրքիայի էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ։ Ֆիքսել ենք, որ դա տեխնիկապես հնարավոր է իրականացնել, ժամկետների եւ տեխնիկական լուծումների մասով այս պահին աշխատանքներ որպես ամփոփում իրականացված չի։ Խուդայթյանը նաև չհստակեցրեց, արդյոք Երևանը բանակցություններ վարում է մյուս հարևան երկրների հետ մեկ միասնական էլեկտրահամակարգին միանալու համար։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Մոտ 2 շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդանի ամբիոնից հայտարարել էր, թե Հայաստանի ու Բաքվի էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են, փոխադարձ հնարավորություններ ստեղծելով երկու երկրների համար։ Ընդդիմությունը էներգահամակարգի միացումը վտանգավոր է համարում։ Կարող է մի օր էլ բանակները միացնի։ Կարող է ասի օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը միացնենք իրար։ Մոտ նույն տրամաբանությունն է, այսինքն ես հիմա պետք է բացատրեմ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ առնվազն Բաքուն հետաքրքրված չէ տարածաշրջանային էլեկտրահամակարգերին միանալու հեռանկարով։ Պարսյանը շեշտում է, Ադրբեջանն այդ ամենից առանձին դեպի իր էքսկլավ Նախիջևան էլեկտրագիծ է կառուցում, այդ թվում Թուրքիայի էլեկտրահամակարգին միանալու նպատակով։ Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ոլորտը համակարգող ազգային Azer-Energy ընկերությունը օրերս է հայտարարել, որ Զանգեզուրի էլեկտրահաղորդման գծի շինարարությունը արդեն մեկնարկել է։ Ադրբեջանը այս պահին հետաքրքրված չէ այդպիսի համակարգեր շահագործելը, նա ճիշտ հակառակը փորձում է առանձին համակարգեր կառուցի, շրջանցելով Հայաստանի էներգոհամակարգը։ Իսկ եթե այդ էլեկտրահաղորդման գիծը անցնի Մեղրի տարածքով 44 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, դա մեր էներգետիկ համակարգի մաս չի լինելու, ինքնավար մի օղակ է լինելու, որը կախված չի լինելու մեր ընդհանուր էներգետիկ համակարգի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի Զանգեզուրի էլեկտրահաղորդման գիծը Թուրքիա-Եվրոպա միջազգային էներգետիկ միջանցքի գործարկման նախագծի մաս է կազմում։ Համաձայն Azer-Energy նախաձեռնության շրջանակներում արդեն Նախիջևանից մինչև Թուրքիայի տարածք կկառուցվի 230 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ։ Իրոք պլանավորում են Հայաստանի երկարաժամկետ խաղաղություն կառուցել, ապա դա կարող է գտնվել Հայաստանի հետ եւ Հայաստանը օրինակ Նախիջևանին ավելի կարճ, ավելի քիչ ծախսերով եւ ավելի մատչելի գնով էլեկտրաէներգիա մատակարարը։ Նշեմ, որ Հայաստանի դեպքում առանձին էլեկտրաէներգիա արտադրության հնարավորություններ ավելի մատչելի են, քան Ադրբեջանի պարագայում։ Այստեղ խնդիրը կանգնելու Ադրբեջանը փորձում է որոշակի
քաղաքական կապեր կամ որոշակի նաև քաղաքական ենթակառուցվածքներ ստեղծել արևելք կարևոր մասով։ Ադրբեջանական պետական ընկերությունը նաև հայտնել է, որ հաջորդ փուլում 44 կիլոմետրանոց հավելյալ գիծ է կառուցվելու։ Ինչպես նշել են, Զանգեզուրի միջանցքի երկայնքով, որը ապագայում կկապվի Աղբենդ-Օրդուբադ էլեկտրահաղորդման գծի հետ։